Եթե եվրոպացիները եւ Չինաստանը դուք տեսնում եք, որ հնարավոր է, որ ունիսոն, այսինքն այս Դա հարցում կարելի է քննարկել։ համաձայնեցված են Եթե գործում։ Փաշինյանը սկսի դա քննարկել, ես Փաշինյանն է, պարզ է, որ մի 25 անգամ են Չարաբաստիկ խաչմերուկը կհիշատակի բան, դե ավել այդ բան է։ Իր մեթոդիչկայում 4 էջ կա, այդ 4 էջը դրա մասին է եւ ինչ որ խաղաղության օրակարգ դա եւ այլն նախկիններ, ներկաներ, հեղափոխություն, ավել ինքը ոչ կարող է, ոչ գիտի, ոչ ուզում է, ձգտում ունի, ոչ մի բան։ Բայց եթե ինքը սկսի թեկուս այդ հռետորաբանությամբ դա քննարկել, դա կլինի բացատրելի։ Ես նույնիսկ չեմ պնդում, որ պետք է համաձայնվել, չհամաձայնվել, միանալ, քննարկել։ Դու ո՞նց եք իմանալու քննարկվում է թե ոչ։ Շատ պարզ է, եթե Եվրոպական միությունը եւ Չինաստանը գան համաձայնության, ապա էմիսարների մուտքը Հայաստան դառնալու է համարյա ամենօրյա ռեժիմով։ Մի օր չինացին է գալու, մի օր եվրոպացին է գալու, մի օր մեկ-մեկ միասին են գալու։ Բա ինչ է, այդպես են աշխատում, մտածում եք, այդ բան է, որոշում է ընդունվում, հետո տանը նստած Այդ սպասում դեպքում է եկեք իրականում։ Ռուսաստանի գործոնը դիտարկենք, դուք ասում եք Փաշինյանը քննարկելու է, դուք չեք կարծում, որ կարող է Փաշինյանը նաև քննարկել այս հարցը Ռուսաստանում։ Փաշինյանի Ռուսաստան գնալ մայիսի 9-ին այնքան տոքսիկ, խայտառակ եւ Հայաստանի ռազմավարական շահերին հակասող քայլ է, որ անկեղծ ասած արդեն մեկ է դառնում, թե ինքը ում հետ ինչ է այնտեղ քննարկելու։ Ուզում է Ալիևի հետ քննարկի Հայաստանի ճակատագիրը։ Այն փաստը, որ ինքը մայիսի 9-ին տոտալիտար մարդակեր ռեժիմի ուժի դեմոնստրացիայի օրը, որը իրեն քողարկում է իբր հակաֆաշիստական եւ այլն կարգախոսներով, ինքը լինելով այդ ֆաշիստական ավանդույթների ամենավատ ավանդույթների կրողը այսօր աշխարհում։ Կողքին կանգնելը դա հանցակից դարձնելն է ողջ հայ ժողովրդին, որովհետև կներեք, եթե ես դանիացի եմ, նորվեգացի եմ, ֆրանսիացի եմ, իսպանացի եմ եւ իտալացի եմ, նրբությունները, որ հայ ժողովուրդը այդպես չի մտածում, որ հայ ժողովուրդը այլ կերպ է աշխարհը տեսնում եւ այլն, չեն անցնում։ Առավել եւս, որ մենք ամենտեղ գլուխ ենք գովում, որ ժողովրդավար ենք եւ Փաշինյանը 2 անգամ ստացել է ժողովրդի կրակ։ Եվ դրանից հետո քննարկել, թե ինչ է ինքը Պուտինի հետ, դե հերթական մեթոդիչկայի բանը, տեքստը անգիս պետք է կրկնի, որ հիշեցնի, որ չեմ մոռացել, գիտեմ։ Ինչ նպատակ կարող է հետապնդել այդ սադրելով Հնդկաստանը այս պարագայում, այստեղ հիմա, նրան ներքաշել պատերազմի մեջ։ Արդյոք դուք համարում եք, որ Հնդկաստանին սադրել են եւ ներքաշել են պատերազմի մեջ, ում է դա ձեռնտու, ինչու հիմա եւ ինչու հենց Հնդկաստանին։ Առաջինին Չինաստանն է ձեռնտու, դա ակնհայտ է։ Չինաստանը ինչ է կատարվում աշխարհում ֆինանսական շոկաների անկում է։ Ամերիկյան ադմինիստրացիան այնպիսի քայլերի է դիմում, որ հարցականը տակ է դնում այդ շուկաների գոյությունը ընդհանրապես։ Եվ շատ կարևոր է Չինաստանի համար գտնել այլընտրանք ամերիկյան ներդրումներին, հա։ Նույնը Հնդկաստանի համար է կարևոր, Հայաստանի համար է կարևոր, եթե երկրում adekvat մարդիկ են, չեմ ասում լավ կառավարություն է, նույնիսկ adekvat մարդիկ են կառավարում, բոլորի համար կարևոր է։ Մեր համար է պետք է կարևոր լիներ, հիմա չգիտեմ, օրինակ հարցնենք վարչապետին ինչ կասի, բայց կարևոր է օբյեկտիվորեն։ Հիմա Հնդկաստանը դարձել է համար 1 մրցակիցը, որովհետև ինքը չի մասնակցում ԱՄՆ Չինաստան, հա, այդ հակամարտությանը, շատ ավելի կայուն երկիր է, Չինաստանից կայուն չէ, պարզ է այնտեղ տոտալիտար համարյա ռեժիմ է եւ պարզ է այնտեղ կայունությունը ինչպես է հասնում, բայց համատած շատ եւ շատ երկրների, հա, նույն տարածաշրջանում շատ կայուն է, մեծ աճ ունի, ահռելի դեմոգրաֆիա ունի, ինքն իրենից ահռելի շուկա է միջալուց։ Այսինքն հնդիկների նույն process-ը եղավ Չինաստանում արդեն անցել է, հիմա Հնդկաստանն է։ Երբ որ կենսամակարդակը այդ մեծ ազգի, մեծ ժողովրդի, հա, բարձրանում է, իրենք սեփական գնողունակությունն է բարձրանում։ Իրենք սկսում են նորմալ հագնվել, նորմալ սնունդով սնվել, չէ, մեքենաներ քշել եւ այլն։ Ինչ որ եղավ Չինաստանում, իհարկե ոչ բնակչության համար, բայց խոշոր քաղաքների բնակիչների
համար դա նույնիսկ հաշվարկված էր, որ աշխարհում մսի եւ որոշ մթերքների գինը բարձրացավ, որտեղ չինացիները սկսեցին միս ուտել, որովհետեւ նախնական շրջանում այդ մահիստական հեղափոխությունից հետո օրական մի փոքր ափսե բրինձը դա մեկ չինացու օրական սնվեցություն էր, քրոնիկ թերսնություն էր, այսօր իրենք սնվում են այնպես, ինչպես սնվում է ցանկացած մարդ։ Նկատի ունեն բազմազանությունը ուտելիքի եւ այլն, սպիտակուցներ, ածխաջրեր եւ այլն, չէ՞։ Եվ դա ազդում է համաշխարհային շուկայի վրա, որտեղ դե 1 միլիարդից ավել մարդ է, կատակ չի։ Նույնը Հնդկաստանին ամեն ինչ վերաբերում։ Եվ Չինաստանը պարզապես ցույց է տալու, որ Հնդկաստանը կայուն երկիր չի, իրենք չեն հավատում, որ պակիստանցիները կհաղթեն կամ ծնկի քիչեցնեն հնդիկներին, կամ Հնդկաստանը այնպեսի մեծ հարվածներ կստանա, որ տակից դուրս չի գա, չէ, բայց կապիտալի համար երկրի կայունությունը առաջնային գործոն է։ Ցնցումներ չպետք է լինեն, պատերազմը դա ցնցում է։ Ուրեմն եթե այդ գործարանը ուզում ես Չինաստանում փակես, գնաս բացես Հնդկաստանում, որպեսզի Տրամպի հետ վատ չլինես։ Դու դա չես անի, որովհետև ինչքան էլ վախենաս Տրամպից, քո կապիտալի կորստից ավելի ես վախենում։ Բա որ էլի սկսվի երկրորդ Հնդկաստանի հետ բա որ հանկարծ Պակիստանը միջուկային հրթիռով խփի ինչ-որ մի հատ քաղաքի։ Այնտեղ ամենափոքր քաղաքում մի երևի 10 միլիոն մարդ է ապրում։ Եվ այլն, այսինքն իրենք ստեղծում են այնպեսի անկայունություն, որպեսզի Հնդկաստանին որպես մրցակից հանեն ընդհանրապես շարքից։ Դա տնտեսական տեսակետից է գնում։ Հիմա սերտորեն կապված է եւ քաղաքականությունը, եւ տնտեսությունը։ Հնդկաստանին որևիցե ձևով Իրանի հետ, եթե այստեղ պատերազմ եղավ, այնտեղ ժամեր են հաշվում, չգիտեն կսկսվի թե չէ, համենայն դեպս այս ավելի շուտ կսկսվի, քան չի սկսվի։ Այս պահի դրությամբ ժամերի մասին են խոսում, Իրանին, եթե հանկարծ նախապատրաստվում է Իրանում ինչ-որ իրավիճակ, արդյոք կարելի է համարել, որ այո, Հնդկաստանին այստեղ կրակ օջախ են բացում, նաև որ եթե Իրանին օգնություն պետք լինի կամ ինչ-որ կապ պետք լինի, Հնդկաստանը էլի խաղից դուրս լինի։ Հետաքրքիր բան կա, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այս կոնֆլիկտում Հնդկաստանին են աջակցում։ Ակնհայտ։ Կարելի ասել, որ դա խորաման քաղաքականությունն է, որ այստեղ բան է խրախուսում են կռիվը, բացի աջակցում են, կարող ենք այդպես քննարկել։ Բայց փաստը մի քիչ հիմա աշխարհում շատ են խառնվել բացարձակապես համընկնող երկրները իրենց բոլոր շահերով եւ պատկերացումներով շատ քիչ են։ Եկեք շատ հոգ չգնանք։ Մեր տարածաշրջանը վերցնենք։ Օրինակ Ադրբեջանը, Թուրքիան, դաշնակցային եւ այլն ինտեգրացիոն, նույնիսկ քաղաքականություն։ Թուրքիան Իսրայելի ճշնամին է իրեն համարում, Իսրայելն է Թուրքիային պաշտոնապես, Ադրբեջանը լավագույն դաշնակիցն է Իսրայելի։ Հնդկաստան, հա, Իսրայելը Հնդկաստանի լավագույն դաշնակիցն է համարվում, չէ՞։ Հա, իսկ Պակիստանը Ադրբեջանի լավագույն դաշնակիցներից մեկն է։ Տեսեք ինչքան խառնված է աշխարհը։ Իմ միջալոց ասեմ, առաջին աշխարհամարտից առաջ կոալիցիաները երբ որ սկսեցին ձևավորվել, այսինքն Անտանտը եւ այս Երակի միությունը, հա, Գերմանիա, Ավստրիա-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, շատ տեղերում նման վիճակ էր, որ օրինակ Իտալիան մի ոդկով կարող էր լինել այդ Երակի դաշինքի անդամ, մի ոդկով էլ ինչ որ այլ շահերով կարող էր լինել Անտանտը։ Ինքը գերադասեց վերջի պահին են, հա, այո, վերջի պահին գերադասեց Անտանտը։